Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնում եմ այսօրվա հյուրին։ Բժշկուհի, տեղագործ, երգչուհի, երգահան եւ բարերար իհարկե մեծ բարերար ու ողջ համայնքում ընդհանրապես հայության մեջ սիրված, ընդունված կայացած երգչուհի մարդ Մարգարիտա Խլղացյան։ Ավեցիր նստիր։ Բարև Մարգարիտա ջան, ինչպես ես։ Բարև Աշոտ ջան, լավ եմ, ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այս տաղավարում ձեզ հետ եւ մասնակիցը լինել ձեր հաղորդման։ Ուրախ եմ, ես էլ շատ ուրախ եմ, որ դու վերջապես իմ հյուրն ես, որովհետեւ երկար ժամանակ կամ իմ մոտ չէր ստացվում, կամ քո մոտ չէր ստացվում ու վերջը կայացավ Փառք Աստծուն։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Քո մասին մի փոքր պատմի։ Ես գյումրեցի եմ։ Ծնվել եմ Լեննականում։ Այդ ժամանակ Լեննական էր։ Ծնվել եմ շատ ուրախ լավ ընտանիքում, հրաշք մանկություն եմ ունեցել, մայրս ուսուցչուհի է եղել, պատմության հայրս վարորդ եւ ամեն ինչ արել են մեզ բարեկեցիկ կյանքով պահելու եւ հրաշք մանկություն եմ ունեցել, հրաշք հիշողություններ ունեմ կապված իմ քաղաքի հետ, իմ հարազատների, իմ մանկության եւ նաեւ իհարկե հետո երբ որ դպրոցս ավարտեցի երիտասարդության, որտեւ արդեն Երևանում եմ եղել 17 տարեկանից հետո ընդունվել եմ Երևանի։ Ոչ, ես միշտ Լեննական եմ բնակվել։ Եկա, ընդունվեցի Երևանի բժշկական համալսարանը, տեղագիտական ֆակուլտետը։ Դրանից հետո ավարտելուց հետո վերադարձել եմ Գյումրի, իմ հարազատ քաղաք, աշխատել եմ քաղաքի ամենաառաջին եւ լավագույն տեղատանը, որ հիմա Աբովյան փողոցը, առաջ կոչվում էր Ալեքսանդրովսկի, այդ տեղատանը աշխատել եմ պրովիզոր, ամուսնացել եմ, հիմա էլ ունեմ 3 երեխա եւ 8 թոռ։ Աստված պայ, չէ՞, ամուսնացել եմ շատ լավ տղայի հետ, ամուսինս Սպարտակ Պետոյանը, հայրը հայ կրկի դիրեկտորն էր, իրենք էլ շատ ինտելիգենտ ընտանիք էին, այնպես որ հրաշք ընտանիք եմ կազմել, երեխաներ, այդպես։ Ինքն էլ է բարձրագույն կրթությամբ, հրշեջ պահպանությամբ բաժնի պետի տեղակալ է եղել Գյումրիում, ամուսինս։ Հակիրճ շատ սիրուն, լավ պատմեցիր ու ներկայացրեցիր, ինձ էդ էլ պետք է։ Կրթության մասին կուզեմ խոսեմ, կրթության տարիները։ Կրթության տարիները անցել է Երևանում, իմ հրաշք երիտասարդական տարիներն են մեր մայրաքաղաքում, հրաշք Երևանում եւ այնքան ես երջանիկ եմ ապրել այդ տարիները, որ անգամ երկուն եմ նվիրած Երևանին, ստեղծագործել եմ եւ տեսահոլովակն էլ կա YouTube-ում, կոչվում է Երևան։ Եվ այդ տարիները իմ կյանքի այսպես անհոգ, Երևանը շատ գեղեցիկ էր այդ ժամանակ, իր զարգացման բարձրագույն փուլում էր, հրաշք համերգներ եւ կլասիկ եւ էստրադային բոլոր ներկայացումները եւ Սունդուկյանի եւ Սունդուկյանի ակադեմիական թատրոնում եւ Երևանի դրամատիկական թատրոնում եւ Պարոնյանի երաժշտական կոմեդիան բոլոր ներկայացումներին ներկա եմ եղել, ես էությամբ շատ արվեստ սիրող մարդ եմ։ Չասած որ տաքսին անգիր գիտես, չէ՞։ Իհարկե։ Միանշանակ։ Ոնց կարող արվեստագետը արվեստի բաներից հետ մնա։ Շատ ճիշտ է։ Ես իհարկե իմ էությամբ արվեստագետի հոգի ունեմ, բայց մասնագիտությունս տեղագետ է եւ ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ այդ մասնագիտությունն եմ ձեռք բերել, որտեվ համ Հայաստանում է ինձ պահել, համ էստեղ է ինձ պահում, այսպես իմ մասնագիտությունով ես հպարտ եմ, ուրախ եմ եւ կարծում եմ, որ վատ տեղագետ չեմ։ Լավ, սենց մի հատ հայերի մեջ արտահայտություն կա, չէ՞, որ ասում են երկու երանի միտեղ չի լինի, չէ՞։ Հիմա քո մոտ փաստորեն 3 երանի է, համ տեղագործ, բժշկուհի, համ երգչուհի, համ էլ
Ստեղծագործող, կոմպոզիտոր, չէ՞։ Ես երկահան երգչուհի կարող եմ ասել, որտեվ ես բացառապես երգում եմ իմ գրած երգերը։ Ուրիշ ստեղծագործություններ չկա, ուրիշի գրած։ Ես ֆրանսերեն եմ երգում, բայց այնպես չի ստացվել, որ ես հատուկ ուզում էի հանրությանը ներկանայի որպես երգչուհի, երբեք։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ իմ երգերը մյուս երգիչներն էլ կատարեն, ինչպես օրինակ իմ երգերից Զինվորի պատգամը հրաշալի կատարում է Ռազմիկ Մանսուրյանը։ Ես դրա մասին ուզում էի առանձին հարց տալ, որ գիտեմ, որ շատ ճանաչված, սիրված երգիչներ, երգչուհիներ կատարում են քո երգը, հենց իրանց մասին ուզում եմ ասել, Ռազմիկինը գիտեի, որ Ռազմիկը կատարում է, էլ ովքեր են կատարում։ Ճիշտ ասած Ռազմիկը եւ Գյումրի երգն է կատարել հոյակապ, որտեղ ստեղծագործել եմ իր հզոր ձայնով, հենց իրեն եմ պատկերացրել այդ երգը երգելուց եւ Զինվորի պատգամն էլ ինքը ճիշտ ասած մի օր այդ ապրիլյան պատերազմից հետո զանգեց, թե ինչ ես անում, ասի շատ անտրամադիր եմ, մի հատ երգ եմ գրել, բահելը նվագի։ Ես նվագեցի ու ինքը ասեց այդ երգը ես եմ կատարելու։ Ասի օքեյ Ռաշյան, բառերի հեղինակն էլի Գյումրեցի բանաստեղծ Հասմիկ Վարոսյանը եւ ինքը հոյակապ կատարել է եւ դրանից հետո անցավ ժամանակ Արմենչիկը զանգեց, ասեց ուզում եմ այդ երգը կատարել, ես էլի շատ ուրախացա, մեծ սիրով ասեցի կատարի Արմենչիկ ջան եւ ինքն էլ շատ իր ձևի մեջ արտակարգ կատարել է։ Երկուսն էլ իրենց ոճերի մեջ շատ գեղեցիկ կատարել։ Ես ամեն մեկը զգացել է, որ իր երգն է, իրան պատկերացրել այդ երգը, վերցել ա, որտեվ եթե օրինակ ինձ էլ դերել որ տալիս եմ, ուզում եմ իմ մեջ ասում եմ ես չկամ այդտեղ, բայց որ զգում եմ, որ իմ ուզած բանն է, հենց հետա որ պետք է լինի, միանգամից համաձայնում եմ, նորմալ է։ Ինձ գիտես ինչն է շատ հետաքրքրում Մարգարիտա ջան, որ եւ էլի կա երգ, որ համ երաժշտությունն ես գրել, համ խոսքերը։ Այո։ Հա։ Շատ երգեր։ Իմ ծննդյան տարեդարձին նվիրված երգը Մագիս Թորնիկիս առաջնեկը մի տարեկան է, իրեն նվիրած երգ ունեմ գրած, բառերն էլ է իմը, նաև երգ ունեմ գնաց Նարեիս, որ բառերն էլ իմն է, որտեվ Նարես ծնվել է երկրաշարժից հետո եւ այդ ամբողջ ապրումները, որ դու եկար եւ իմ կյանքին լույս տվեցիր եւ այլն, այդ երգը բառերի հեղինակը ես եմ, նաև երաժշտության։ Իմ բոլոր երգերի երաժշտության հեղինակը ես եմ, բառերը որոշ իմն է, Հասմիկ Վարոսյանին է, Գյումրեցի էլի շատ տաղանդավոր մենք գրող ունենք, եւ Սուսաննա Ասատրյանինը, ինչ ասեմ, ես հատուկ այսպես նպատակադրված չեմ եղել, որ ես պետք է ստեղծագործեմ, ես պետք է երգեմ, երգն ու երաժշտությունը մանկությունից իմ մեջ եղել է, Աշոտ ջան։ Ես Ռոզի Արմեն եմ երգել 5 տարեկան, այսպես ինձ կանգնացրել երգել են, տվել ուրախացել են։ Երկու տատիկս ու իրա քույրը գալիս էին մեր տուն, իրար հետ խոսում էին, որոշ բամբասանք էին անում։ Ես հետո իրենց տնազն եմ եկել, ինձ այդպես խոսացրել են, ծիծաղել են։ Տենց արվեստ կա իմ մեջ եւ դա մամայից է անցել, ինքը հրաշք ասմունքում էր եւ ես էլ եմ ասմունքել դպրոցի օլիմպիադաներում 4 երանի է ստացվում են։ Չգիտեմ ինչ է ստացվում, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մարդ ինչ անում է լավ պետք է անի, որակով պետք է անի։ Եթե միջին լինի ավելի լավ չանի։ Իսկ բանը շատ տեսահոլովակներ ունես։ Շատ կարելի է ասել։ Ես մոտ արդեն 50-ի մոտ երգեր ունեմ գրած եւ տեսահոլովակները բոլորը YouTube-ում են, իմ YouTube-յան կանալի մեջ են, Մագի Մարգարիտա Խլղացյան, ովքեր ուզում են մտնեն նայեն։ Երգ ունեմ գրած մայրիկից, որտեվ ծնողներիցս զրկվել եմ երկրաշարժի ժամանակ եւ բառերը մայրիկից նվիրված, որ հետո նվիրել եմ երկրաշարժի զոհերին, ես եմ գրել։ Եվ գիտես ոնց էր, ես ինձ բանաստեղծ չեմ համարում, բայց այսպես երբեմն իվերուս տրվում է, չէ՞, որ մի 15-20 րոպեում մի 7-8 տուն բանաստեղծություն եմ գրել, որի լավագույն գալիս է, այդ գալիս է։ 3 տունը երգ գրվեց, էլի իմ կողմից ու այդ տեսահոլովակը կա YouTube-ում, ճանաչված է, շատ դիտումներ կան։ Ես ասում եի, չէ՞ Մարգարիտա ջան, որ շատ արագ աթարնում մեր հաղորդումը, առաջի մասը արդեն ավարտվեց։
Ես հիմա պետք է անցնեմ գովազդի, որից հետո կշարունակեն ինձ համար շատ հետաքրքիր այս զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս թերագործ բժշկուհի, երգչուհի, երգահան, ասմունքող, մի խոսքով համայնքում ճանաչված, սիրված, ընդունված մարդ անձնավորություն Մարգարիտա Խելղացյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Armflix հայկական առաջին սթրիմինգային հարթակը սկսում է նոր սուպեր մեգա նախագծերի շքերթը։ Այն մարդիկ, ովքեր վճարել են ընդամենը 5.99 ամսական, կարող են վայելել Armflix-ի միանգամից 9 մասշտաբային պրեմիում նախագծեր։ Էքսկլյուզիվ միայն Armflix հարթակում։ Եվ այսպես, արդեն սկսվել է Vendetta կրիմինալ դրամայի դրությունը սիրված դերասաններով։ Շատ շուտով Գոր Վարդանյանի կայսրության թևերը 2 նոր եթերաշրջանը, որը նկարահանվում է միանգամից 3 մայրցամաքներում։ Բաց չթողնեք։ Շուտով սկսվում է բուրըն հումորով հագեցած նոր սիթքոմ։ Նմանակներ, ծիծաղաշարժ դրվագներ, սիրված դերասաններ։ Armflix-ը ներկայացնում է Վաչե Ամարյանի, Աննա Մանուչարյանի ու Էլի սիրված դեմքերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալ Վերջին վկան, Armflix։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, երբ տաղանդավոր, սիրված, Մկրտիչ Արզումանյանը և Լիաննա Վանոյանը միասին սկսեն շատ ծիծաղելի, շատ հետաքրքիր սիթքոմ 13 վայրկյան։ Արդեն սեպտեմբերի 10-ից Տաքսի բոլորովին նոր, հումորով լեցուն սիթքոմը, Սոս Կարապետյանի նոր, Սոս Կալի սիթքոմը հատուկ Armflix-ի բաժանորդների համար։ Այսպիսով, միանգամից 4 հումորային մեգա նախագծեր գալիս են ապահովելու բարձր տրամադրություն։ Իսկ մելոդրամայի սիրահարներին Armflix առաջարկում է աշխարհահռչակ Globo TV 75 մասանոց «Փրկել բոլորին» սերիալը։ Դասամիջոց, սիրված եւ բարձր վարկանիշով սերիալի նոր եթերաշրջանը շարունակվում է Armflix-ում։ Եվ ուրեմն գրանցվեք Armflix հարթակում։ Ամսական ընդամենը $5.99 եւ դիտեք ամեն օր նոր որակյալ ֆիլմեր, հեռուստասերիալներ, հեռուստանախագծեր, սիթքոմներ, այս քանակի եւ այս որակի հեռուստասերիալներ Armflix հարթակում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մարգարիտա Խելղացյանի հետ։ Մագի ջան, ուրեմն թորների մասին խոսացինք, բայց մի բան շատ կարևոր է ինձ համար, որ տեսնես երեխաներին թորներին անցել են այդ գեները, թե չէ, անցել են ձեր թորների մեջ, ասենք, երաժշտություն այդ գեները կան։ Կան, որոշների մեջ կան, բայց իմ երեխաների 3-ի մեջ էլ դրանք չկան, իրենք ինձ չեն քաշել հեչ, էկրան չեն սիրում, նույնիսկ social media-ներում չեն սիրում, իրենց նկարատվի։ Ասում եմ, որ հանգստանում են գեները, տես բաներ էլ կա, ես լսել եմ, որ էլի, ասենք, կարող է զավակների մոտ չլին, թորներին անցնի։ Կարող է։ Իսկ թորները կան, երգել, կան, շատ բարող, երկող, ուրախ են, որոշ թորնիկներից 8 հատ են, ասեմ, տղաս 3 հատ ունի, մյուս աղջիկս էլի 3 հատ, մեծ աղջիկս եւ փոքր աղջիկս 2 հատ։ Ասեմ, որ 3 երեխաներս էլ այստեղ հաստատվել են, կրթություն են ստացել, էմիգրացիան ինձ համար շատ ծանր է եղել, բայց գոնե ապահովեմ նրանով, որ 3 երեխաներս տեղավորված են, ամուսնացել են, երեխաներ ունեն, հայեցի են փորձում իրենց երեխաներին դաստիարակել, որը շատ կարևոր է, այո։ Լավ, եղավ, իսկ բանը, ես լսել եմ, որ Շարլ Ազնավուրի մասին երգ ունես գրած, չէ՞։ Այդպես խոսես դրա մասին։ Շարլ Ազնավուրը իմ կյանքի մանկությունից սիրած երգիչն է եղել, ես մեծացել եմ իր երգերի վրա, Շարլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, Միրեյ Մատիա, ես ֆրանսիական թեկումով դպրոց եմ գնացել։ Ադամո։ Այո, Թոմբլանեժը, այո։ Նույնիսկ երգել եմ ես դպրոցում Ադամոյի Թոմբլանեժը։ Եվ իր մահը շատ ծանր անդրադարձավ իմ վրա եւ Հասմիկ Վարոսյանը բառեր էր ուղարկել ու երգ ծնվեց եւ այդ երգը պրեմիերա արվեց իմ մենահամերգի ժամանակ։ Ասեմ, որ երկար ժամանակ ես ստեղծագործում էի, ոնց որ
ռիսկ չէի անում, որ ես հանրությանը ներկայանամ, բայց իմ գործիքավորողը Ալբերտ Բլբուլյանը, Էլլադա Չախոյանը, ով ինձ համար իմ ձայնը միշտ կարգավորել է, միշտ մշակել է, ես իր հետ շատ հոգեպես էլ կապված եմ Էլլադա Չախոյանի, որովհետև կարևոր չի մենակ լինել քոչ ձայնի, կարևոր է այն հոգեկան ըմբռնումը, որ ինքը ձևավորել էր իմ ու իր հարաբերությունների մեջ եւ ինքը պարտադիր ասում էր, որ դու պետք է մենահամերգ տաս եւ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին երկրաշարժի 31-ամյակի կապակցությամբ ես մենահամերգ ունեցա, որը հրաշք էր կազմակերպված շնորհիվ իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ամուսնու եւ հրաշալի թիմ էր հավաքված իմ շուրջը եւ իմ երգերը երգեցին շատ երգիչներ այդտեղ, օրինակ Պապին Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լևոն Սևանը, Աննա Ազնիվը, շատ հրաշալի երգիչներ։ Եղավ։ Մենք կարող ենք մի հատ գեղեցիկ երգ քո կատարմամբ լսենք ու մեր հեռուստադիտողի հետ միասին։ Ես կարող եմ նոր երգ ներկայացնել, որ նվիրել եմ քույրիկիս, բառերի հեղինակը Սուսաննա Ասատրյանը եւ ինքը որ եկել էր հյուր իմ թորնիկի Մագիս 16-ամյակն էր եւ ինքը չէր էլ իմանում, ես այդ միջոցառման ժամանակ իրեն սյուրպրայզ արեցի եւ շատ հուզիչ էր այդ տեսարանը, իր զարմանքը, որ իրեն նվիրած երգ ունեմ գրած։ Սիրով։ Գնացինք։ Քո ջերմատների
մորս բույնս գամ քո հասնող ձեռքը մնա միշտ դալար քույրին սիրելի ապրիր դու երկար տանդ մեջ հնչի մամկանցի ծաղա Տեր Աստված օրհնի քո հացն ու աղա քո հասնող ձեռքը մնա միշտ դալար անխաղցյուն լինես քո որդոց համար դուռը դու բացես երբ քեզ այցի գա քո ջերմատներից մորս բույնս գամ դուռը դու բացես երբ քեզ այցի գա քո ջերմատներից մորս բույնս գամ Հրաշալի երգեր ու հրաշալի կատարում, շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Երգը մեզ պարգևելու համար։ Անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ է արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, երգիչ, երգահան, բժշկուհի Ասմունքով Մարգարիտա Խլղացյանի հետ գովազդ է արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի տրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մարգարիտա Խլղացյանի հետ։ Մարգարիտա ջան, ուրեմն ես գիտեմ, որ բավականին ուշ է սկսել, չէ, երգել ու ստեղծագործել բան։ Ոնց ստացվեց, ինչպես ստացվեց, որ բժշկուհին դեղագործը բան հանկարծ որոշեց երգեր գրել ու կատարել։ Նայեք, ուրեմն իմ կյանքում երկրաշարժ եղավ եւ ես զրկվեցի ծնողներից ու շատ ծանր տարա այդ փաստը, որովհետեւ ես հանգարցակի մահը գիտեք ինչ է, չէ, շատ դժվար է։ Եվ ասեմ, որ երկրի երաժշտությունը իմ հոգու մեջ միշտ եղել է, այնպես չի որ չի եղել։ Պարզապես դրա համար հարկավոր էր ինչ որ չամուսնանալ, հոգսեր չունենալ, որ երկով զբաղվել, իսկ ես ամուսնությունից հետո երկու երեխաներից 5 տարեկան, 3 տարեկան արդեն եղավ երկրաշարժը։ Ու այդ վշտի մեջ մութ ու ցուրտ տարիներ, 10 տարի գոյատևման Գյումրիում գիտեք, փլված, ավերված քաղաք, ոչ մեկի ոչ երկելու ժամանակներ, ոչ ստեղծագործելու։ Իսկ դրանից հետո երբ որ 98 թվականին մենք որոշեցինք գալ Միացյալ Նահանգներ, 99 թվականից ավելի ծանր տարիներ ունեցանք։ Էմիգրացիան հեշտ բան չի, եւ 3 երեխաների հետ գործերը չէր ստացվել, մի խոսքով չեմ ուզում այդ թեմաներով անդրադառնամ։ Ուզում եմ ասեմ, որ երբ որ ես արդեն տեղավորվել էի, երեխաները կրթության էին ստացել, ես որոշեցի գնալ իմ երազի ետևից եւ հոգու կանչը կոչվում է եւ իմ համերգային ծրագիրը եւ իմ CD-ների հավաքածուն, որ կազմված է 3 CD-ներից եւ 1 DVD-ից եւ իհարկե գիրք, որի մեջ եւ երկի բառերն են շատ գեղեցիկ ձևավորված եւ բանը ուզում եմ ասեմ, որ
այդ երկի ու երազի հետևից գնացի, որ կոչվեց հոգու կանչ ու ես այնքան ուրախ եմ, որ կարողացա իմ երազը ինչ-որտեղ իրականություն դարձնել։ Եղավ։ Հիմա մենք պայմանավորվել ենք, չէ՞, որպեսզի իրական պատմություններ պատմես եւ երկու հատ էլ անեկդոտ։ Ահա ժամը եկավ։ Հիմա սկսենք։ Կարճ էլի շատ երկար չէ, որովհետև ժամանակն է քանի գնում պատմություններից մեկը, երբ որ 9-րդ դասարանում ֆրանսիական թեկումով էր դպրոցը եւ ես մասնակցում էի ներկայացման մեջ, խաղում էի Անատոլ Ֆրանսի համր կինը, որ սկզբից չի խոսում, հետո շատ է սկսում խոսել եւ այնպես ստացվեց, որ ես շատ լավ կատարեցի այդ դերը, երբ որ դուրս էի եկել, մեր դիրեկտորը շատ խիստ մարդ էր մեր պատմության ուսուցիչը եւ ինքը մոտեցավ ինձ ու մենք վախենում էինք, էլի ասենց արսափում էինք, նայես ինչ եղել, մոտեցավ ինձ, ասում է դու պետք է անպայման դերասանուհի դառնաս, ասենց նախ զարմացա, հետո ասեցի, օ իմ ծնողները չեն թողնի որ գնամ ես դերասանուհի դառնամ, ես ուզում եմ գնամ ֆրանսերեն լեզվով համալսարանի ֆրանսիական բաժինը եւ հետո երբ որ ես ընդունվել էի բժշկական ինստիտուտ, ասում եմ ոչ դերասանուհի դարձար, ոչ, ասում է ֆրանսերենով գնացիր, այդ ոնց է լինում, դե ասեցի մայրիկս խորհուրդ ա տվել, ծիծաղելի էր էլի, հեչ մոտ չէր, ոչ ֆրանսերենի, ոչ իմ դերասանական արվեստին, այդպես, բայց ես փայլուն ընդունվել եմ բժշկական ինստիտուտ եւ շատ ուրախ եմ, որ մայրիկիս խորհրդով այդ մասնագիտությունն եմ ընտրել, ասեմ ձեզ։ Լավ, կա էլի պատմություն, կա։ Կա պատմություն, ես չգիտեմ դա զավեշտալի չի, բայց ինչից եղավ որ ես այսպես խորացա ստեղծագործելու մեջ։ Ես իմ երգերը, որոնք որ ստեղծագործել էի, այսպես ռիսկ արեցի ցույց տալ Կոնստանտին Նորբելյանին եւ այո։ Եվ երբ որ ես ցույց տվեցի Կոնստանտին Նորբելյանին, ինքը կանչեց իրենց տուն, լսեց ամեն ինչ եւ ինքը ասում է սա շատ քաղաքային ռոմանս է, ասում է, գեղեցիկ երգերնից ինչ ես ուզում անել, ուզում ես երգես, ասի, հա, ինչու՞ չէ։ Ու տվեց Էլադա Չախոյանի անունը, որ ես իր մոտ գնամ եւ շատ շնորհակալ եմ դրա համար, հոգին լույսերի մեջ լինի մեր տաղանդավոր Կոնստանտին Նորբելյանի, գիտեք շատ կարեւոր է, երբ որ նման արվեստագետն է քեզ գնահատում ու իմ մեջ ուժ կդա ես դա անելու եւ շատ ուրախ եմ, որովհետեւ հետաքրքիր զուգադիպությամբ ասում է մի հատ ասում է Վեգասում գործիքավորող կա Ալբերտե անունը, ասում է իր մոտ էլ կարող ես գործիքավորել ու տղայիս հարսանիքի նվիրած ես սյուրպրայզ երգ ունեի պատրաստած, իրեն ցույց եմ տալիս, ասում եմ սա Ալբերտն է արել Արանժիրովկեն, այո։ Իմ բոլոր երգերի իմիջայլոց գործիքավորողը Ալբերտն է, շատ ճաշակով երաժիշտ է, հրաշալի դաշնակահար, ես շատ շնորհակալ եմ իրեն, որովհետև ինքն էլ է մեծ մասնակցություն ունեցել այս իմ երազը իրականություն դարձնելու եւ համերգի համար ինքը եւ Տիկին Էլադան ինձ ստիպել են պարզապես որ ես մենահամերգ անեմ ու արել եմ։ Հարգարետա ջան, դե Գյումրեցի ոնց կարող է անեկդոտ չպատմի։ Ամենավատ ժամանակն եկավ։ Ուրեմն գիտեմ որ քո համար դժվար է։ Գյումրեցի եմ, բայց շատ անտաղանդ եմ անեկդոտներից, բայց երկու անեկդոտ պատրաստել եմ ձեզ համար։ Ապարանցի ուրեմն ամուսիններ են, կինը հղի է եւ իրենք որոշում են, որ երեխայի անունը պետք է դնեն Արշակ, բայց քանի որ երեխան շուտ է ծնվում, անունը դնում են Վաղարշակ։ Այդ մեկ։ Երկրորդը ասեմ, որ ապարանցուն էլի, կներեք, որ ապարանցիների համար, հիմա լեննականցիների համար էլ կասեմ։ Ուրեմն ապարանցուն ասում են, ինչ խելքին մոտիկ բան կարող ես ասել, ասում է ականջ։ Մի հատ էլ լեննականցիների համար պատմեմ, որ չասեն մենակ ապարանցիներն են։ Մի հատ լեննականցի խմած մարդ գնում է, բարձանում է շենք, իր ընկերոջ տուն, դուռը ծեծում է, ասում են օնոն տանն է, ասում են, չէ, սխալ ես եկել, ախպեր ջան, ստեղ օնո չկա։ Գնում ֆռում է, նորից էլի գալիս է, էլի այդ դուռն է ծեծում, ասում է այդ կինը բացում է, ասում է, եղբայր, քեզ ասեցինք, որ ստեղ օնո չկա, մեկ էլ ջղանանում է, ասում է, այ քուրս այդ ինչի դու ամեն տեղ կապրես, օնոն էշ մետեղ եմ պետք չապրի։
Դա իմ լեննականցիների անեկդոտը։ Բայց կարծեմ այդ անեկդոտը դու պատմել ես։ Շատ։ Ցավոք, բայց ավարտվեց մեր զրույցը, մեր հաղորդումը։ Հիմա եկավ հրաժեշտի ժամը։ Ես պետքա խորին շնորհակալություն հայտնեմ, որ այդքան զբաղված լինելով քո գործերով ժամանակ գտար ու եկար մեր հաղորդում ավելի գեղեցկացրիր։ Ուրեմն մենք համագործակցում ենք մի շատ հաճելի, շատ գեղեցիկ մի ծաղկի խանութի հետ, որի տիրուհին մեր ընկերն է եւ մեզ օգնում է միշտ։ Եվ նրա կողմից ու մեր կողմից ես ուզում եմ քեզ հասնել մի համեստ ծաղկեպունջ ու հրաժեշտ տակիր։ Անչափ շնորհակալ եմ։ Ուսեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, սպասված հանդիպումներ, ինձ համար պատիվ է այս տաղավարում քո հետ գտնվել Աշոտ ջան, շնորհակալություն եւ նաեւ շնորհակալություն ծաղկեպնջի համար։ Մենք շնորհակալ ենք։ Բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր Հեղագործ, երգչուհի, ստեղծագործող, ասմունքող, մի խոսքով տաղանդավոր մի մարդ Մարգարիտա Խելղացյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Կյանքում միայն մի երջանկություն կա՝ սիրել ու լինել սիրված։ Կորած այն մարդը, ով հենարան չունի։ Այս խոսքերը ասել է Շարլ Ազնավուրը։ Մինչ նոր հանդիպում, բարեկամներ, բարի գիշեր։ Տեսի։ Հիշում ես, որ ասում էիր մի գեղեցիկ օր կթողնեմ կգնամ, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Ինչ կա։ Հենց ինչ գեղեցիկ օր է։ Ինչ լավ օր է։